Քննարկում ենք հարց համար 30-ը մարզերում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը հաստատելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության քաղաքականությունն է ընդլայնել սպորտով զբաղվելու հնարավորությունները երեխաների համար, ներդնելով սպորտային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման մեխանիզմներ, այդ թվում օգտագործելով մասնավորի կողմից շահագործվող ենթակառուցվածքները։ Այս տրամաբանությամբ մենք 2024 թվականից փորձնական ծրագրի ձևաչափով իրականացնում էինք մարզերում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը մասնավոր լողավազաններում եւ պետք է ասել, որ արդեն իսկ այդ ծրագրի շնորհիվ մենք ունենք Ապարանում, Վանաձորում, Մեծամորում, Իջևանում եւ Հրազդանում այս մեխանիզմով արդեն հարյուրավոր երեխաներ, որոնք սովորում են լող մարզաձևը եւ նրանցից ոմանք նույնիսկ ունեն բավականին լավ արդյունքներ եւ մասնակցում են նաև տարբեր մրցաշարերի եւ այս փորձնական ծրագրի իրականացումը մեզ հիմք տվեց իրականացնել նաև օրենսդրական փոփոխություններ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում, սահմանել, որ մարզերում մասնավոր սպորտային ենթակառուցվածքներում երեխաների տարբեր մարզաձևերով զբաղվելու ծրագրերը կարող են ֆինանսավորվել պետության կողմից եւ այս նորմը օրենքով սահմանելուց հետո արդեն իսկ մշակել ենք համապատասխան ենթաօրենսդրական փաթեթը, որը իրենից ներկայացնում է համապատասխան մարզաձևերով երեխաների ուսումնամարզական ծրագրերի ֆինանսավորման կարգը եւ այս պահին լող, դահուկավազք, հրաձգություն մարզաձևերով այս տրամաբանությամբ գործընթացը մեկնարկելու հնարավորությունը։ Ինչպես են ընտրվում մարզաձևերը։ Մի քանի սկզբունքներ ենք սահմանել եւ այս սկզբունքները գործել են ինչպես այս 3 մարզաձևերի համար, այնպես էլ կգործեն հետագայում կառավարության կողմից մարզաձևերի ցանկը ընդլայնելու պարագայում։ Մասնավորապես մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, որ տվյալ մարզաձևի համար առկա չեն պետական եւ համայնքային բավարար մարզական ենթակառուցվածքներ։ Կարևոր է, որ տվյալ մարզաձևը լինի օլիմպիական մարզաձև, ինչպես նաեւ կարևոր է, որպեսզի մեզ համար ռազմավարական առաջնահերթություն լինի տվյալ մարզաձևով զբաղվող երեխաների թվի աճը եւ մարզաձևի մասսայականացման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ կարգով սահմանվում են ենթակառուցվածքների ստանդարտներին համապատասխանության, օրինակ լողավազանները պետք է համապատասխանեն այն ստանդարտներին, որոնք գործում են մեր օրենսդրությամբ, նույնը հրաձգության եւ մյուս ուղղություններով, սահմանվում են նաեւ պահանջներ մարզիչների որակավորման մասով, որոնք պետք է աշխատեն երեխաների հետ, ինչպես նաեւ ուսումնամարզական ծրագրերի համապատասխանության, որպեսզի վստահ լինենք, որ բովանդակությունը հենց այն է, ինչ որ պետք է լինի։ Պետք է ասեմ, որ ամեն մարզաձևի մասով ուսումնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար, յուրաքանչյուրը 3-ական ենթախմբով եւ սահմանվում է նաեւ ամեն տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը, շաբաթական ուսումնամարզական գործընթացի տևողությունը եւ հաճախականությունը, սահմանվում են նաեւ թվային հարթակով գրանցման, հետագայում նաեւ մոնիտորինգի հնարավորությունները, ինչպես նաեւ ուսումնամարզական գործընթացի ավարտին նախատեսվող արդյունքների չափորոշիչ Ամեն մարզաձևով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման չափը սահմանվում է տվյալ մարզաձևով զբաղվելու շուկայական գների ուսումնասիրության հիման վրա, ապահովելով, որ այն չպիտի պակաս լինի շուկայական միջին արժեքից եւ համապատասխան կարգավորումները տրված են։ Սրա հիման վրա պետք է իրականացվեն դրամաշնորհային մրցույթներ, այս չափորոշիչներին համապատասխանող կառույցները կկարողանան դիմել եւ եթե անցեն մրցութային գործընթացը, արդեն կկարողանան մեկնարկել նաեւ տվյալ մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքում պետական դպրոցների համապատասխան տարիքային խմբերի երեխաների գրանցումը։ Այսինքն դիցուք լողավազանը տեղակայված է Ապարանում, դա նշանակում է, որ Ապարանի համայնքում տեղակայված բոլոր պետական դպրոցների համապատասխան տարիքի երեխաները կկարողանան դիմել եւ ըստ գրանցման հերթականության մասնակցել ուրեմն ծրագրին։ Ձևավորվում են նաեւ սպասման խմբեր եւ այն պարագայում, երբ որ ոչ բավարար դրսևորում է, այսինքն նորմատիվային պահանջները չեն կարողանում երեխաները բավարարել կամ բացակայություններ ունեն, ապա շահառու երեխաները փոխարինվում են սպասման խմբի երեխաներով, որպեսզի ծրագիրը լինի ավելի թիրախային եւ արդյունավետ։
Կարծում ենք, որ այս մոտեցումը կընդլայնի թե մեր երեխաների տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունները եւ շատ կարեւոր է, որ մասնավորին էլ կխրախուսի ներդրումներ անել սպորտային ենթակառուցվածքներում, դրանով իսկ նպաստելով սպորտի տնտեսականացմանը։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, այս գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք տեսանք, որ օրինակ մարզերում կան լողավազաններ եւ երբ որ հետաքրքրվեցինք, թե ինչքան երեխա է այցելում լողավազան, տեսանք, որ թիվը շատ փոքր է ու փորձեցինք հասկանալ ինչն է պատճառը, բարձա մասնավոր լողավազաններ են վճարովի եւ այլն եւ երբեմն կամ հաճախ ծնողները հնարավորություն չունեն վճարել կամ այս խնդիրը կա։ Մենք մտածեցինք, որ սկզբունքորեն մենք կուզենայինք, որ մարզադպրոց լիներ համայնքային կամ պետական, որ երեխաները այնտեղ հաճախեն, բայց եթե ենթակառուցվածքը կա, ասենք ինչի մենք չենք կարող վարձավճարը երեխաների համար վճարել համապատասխան ընթացակարգերով դպրոցական մեր երեխաների, նրանք հաճախեն այդ լողավազանները, այսինքն մենք սկզբից կենտրոնացանք լողավազանների վրա ծրագիրը փորձարկելու համար եւ ոնց որ թե դժգոհ չենք արդյունքներից, իհարկե անթերի ծրագիր չկա, իր ստուգելիության, հետագծելիության, որպեսզի ստվերային չարաշահումները բացառվեն, այդ մեխանիզմները պետքա գնալով լավարկվեն, բայց տեսանք, որ ստացվում է, երեխաները նաեւ գոհ են, նաեւ մենք վարչապետի գավաթի լողի մրցման ձևաչափը փոխեցինք, որպեսզի այդ կողմով էլ տեսնենք, թե ինչ մասնակցություն է եւ երեխաների հետ էլ հնարավորություն ունենա։ Վերջին մրցաշարում տեսանք, որ մարզերից կան երեխաներ, ովքեր այս ծրագրով գնացել են, սկսել են լողով զբաղվել եւ հիմա առաջին քայլերն են անում։ Եվ երբ որ այդ գոհունակության որոշակի զգացում եղավ, ասենք իսկ ինչու նույնը չենք կարող անել այլ ենթակառուցվածքների դեպքում, օրինակ կան մասնավոր հրաձգարաններ, որտեղ էլի երեխաները սպորտային հրաձգարանների մասին է խոսքը, ստենդային հրաձգություն եւ այլն, էլի երեխաները գրեթե չեն այցելում, իսկ ինքը օլիմպիական մարզաձև է, ինչի չենք կարող մենք խթանել եւ ասել, որ եթե տվյալ մասնավորը երեխաների կներգրավի որոշակի մեր ստանդարտով մենք վարձավճարը կվճարենք, թող երեխաները զբաղվեն սպորտով կամ այլ մարզաձևեր, որտեղ կա մասնավոր ենթակառուցվածք եւ նման հնարավորություն կա եւ կարծում եմ, որ սա շատ լավ է, որովհետեւ այստեղ սկզբունքորեն իհարկե մենք ունենք ծրագիր, որ մարզադպրոցների կառուցման եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մեկը մյուսին ոչ միայն չեն բացառում, այլ օգնում են եւ նաեւ նախ այն մարդիկ, ովքեր այս ոլորտում մասնավոր ներդրումներ են արել, այդ ներդրումների արդարացվածության զգացողությունը իրենց ավելի կմեծանա, այսինքն կենտրոնանա ավելի արդարացված կդառնա, երկրորդն էլ մենք մեր երեխաներին կարողանանք ֆինանսավորել ուղղորդել սպորտով զբաղվելու, իհարկե զուգահեռ չմոռանալով նաև այն ծրագրերը, որ այդ թվում նախընտրական ծրագրում ունենք եւ հիմա նաև գործնականում խոսել ենք միջև առնվազն 100 խաղահրապարակներ կոմբինացված հանրապետությունում, այդ կոմբինացված խաղահրապարակների թվում մենք ոնց որ թե Իջևանի լողավազանի մեր պիլոտային ծրագիրը կարողանում ենք ի վերջո բերել տեսքի եւ համոզվել, որ աշխատում է ռեալ, որտեղ ինչքան հասկանում եմ, այդ լողավազանի մաքրման համակարգերը արդեն սկսեցին նորմալ գործել, երեխեքն էլ ոնց որ թե ընդհանրապես համարյա շուրջօրյա այդտեղ ժամանակ են անցկացնում, ինչ շատ լավ է եւ մենք առաջիկայում բոլոր այն տեղերում, որտեղ կարողանա, այսինքն այստեղ սեզոնայնության խնդիր կա, հիմա Իջևանում գոնե 4 ամիս բացօթյա լողավազանը կգործի հաստատ, որ հələ կարող է 5 ամիս նույնիսկ կապված տարվա, ասենք այնտեղ որտեղ գոնե 3 ամիս սեզոն կլինի բացօթյա լողի, այս ծրագիրը մենք այդտեղ էլ կանենք, բայց այնտեղ որտեղ ավելի կարճ է, իմաստ չունի երևի կամ չգիտեմ մտածելու հարց է, նաև խաղահրապարակներ եւ այլն եւ այսպես շարունակ, բայց մենք նաև պետքա մենք անդադ խոսում ենք տարբեր քրեական ենթամշակույթի մասին ենք խոսում, թմրանյութերի մասին ենք խոսում, առողջ ապրելակերպի, այդ երեխան որտեղ առողջ ապրելակերպով զբաղվի։ Եթե հեծանիվ քշելու ճանապարհ չկա, հեծանիվ չկա, լողավազան չկա, մարզադպրոց չկա, խաղահրապարակ չկա, այս չկա, այն չկա, այն չկա, մնում է բանը, մնում է չգիտեմ, ինչ որ դատարկ տարած, որ ով ինչով ասես լցնում է։
Եվ հետեւաբար սա շատ կարևոր բան է, սա շատ կարևոր բան է։ Ես օրինակ վերջին ես չեմ հիշում, տենց թեմա կա, որ ես Տավուշի մարզպետի հետ օրը 2 անգամ այդ թեման քվեարկեմ, քննարկեմ, բայց լողավազանի թեման վերջին 2 ամսում համարյա ամենօրյա ռեժիմով մենք քննարկում ենք։ Ինչ եղավ, այս դետալը քթանք եղավ, ջուրը նկարի, ուղարկի ջուրը ինչ գույնի է, ջուրի գույնը ոնց որ են չի, ինչ եղավ եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց որ թե եկանք հասանք կետի, էդ էլ բան չի, թվում է թե տարօրինակա, բայց նոր բան է, որը մենք պետքա աշխատենք, հանդիպենք, առերեսվենք խնդրի հետ, որ կարողանանք լուծել։ Եվ ի սկզբանե ես մարզպետին ասել եմ եւ Իջևան խոշորացված համայնքի ղեկավարին, որ ստեղ սկսում ենք, որովհետեւ ու ինքը պիլոտային նշանակություն ունի, ստեղ երբ որ համոզվենք, որ լավ ամեն ինչ, պետքա տասնյակ մեր բնակավայրերում այս լողավազանը անպայման լինի, էլի եմ ասում չբացառելով, այստեղ աշխարհագրության հարցն է, որ մենք պետք է այս նախագծերը ճիշտ տեղաբաշխենք, որ կուտակումներ չլինեն, որ մի տեղ այնքան խտացնենք 4-5 հատ լինի, հետո 100 կիլոմետր շարավղով ոչ մի բան չլինի, բայց այս ծառայությունները մենք երեխաներին պետքա մատուցենք, որովհետև դա առաջին նախ բարոյական պարտավորություն է, քաղաքական պարտավորություն է, երկրորդն է ռազմավարական ծրագիր է իրականում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, որովհետև մարդկային ռեսուրսը ամենակարևոր կապիտալն է, որ մենք ունենք, որովհետև հետո մենք ստիպված ենք լինում, այսինքն ստիպված չենք լինում, լավ չի, որ մենք ստիպված ենք լինում առողջության բուժման եւ այլնի վրա միջոցներ ծախսել, մենք դեմ չենք, բայց ինչի մարդուն հիվանդացնենք, վերջում մենք գլուխ գովանք, որ փող տվինք, բան արինք, բուժեցինք կամ շատ փող ծախսեցինք, տենց է չկարեցանք բուժենք մեր սրտի հովություն։ Պետք է հակառակ տրամաբանությամբ գնանք եւ սա էլ այդ ծրագրերից մեկն է եւ նաեւ էլի եմ ասում, տեսեք մենք այսքան լայնածավալ շինարարություն ենք կամ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, բայց նաեւ մասնավորին օպերատորներ են մեզ պետք, որ մեր քաղաքականությունները իրականացնեն եւ նաեւ մենք այդ պետական լճացման տրամաբանությունից կարողանանք խուսափել։ Դրա համար որտեղ հնարավոր է մասնավորին խրախուսել, որ իրանք մրցակցեն եւ մրցակցության միջավայր եւ մթնոլորտ ստեղծեն այդ թվում պետական հաստատությունների համար, կամ այնտեղ որտեղ հնարավոր է մասնավոր պետական գործակցությունը, որովհետեւ մարզական կենտրոններում մենք այդպես ենք վարվելու հետ, դրա պիլոտը դեռ չունենք, դեռ առաջին ծրագիրը կլինի, կտեսնենք դա ոնց է աշխատում եւ այդ տրամաբանությունն էլ կզարգացնենք։ Եվ մարզական ենթակառուցվածքներին պետքա բոլոր երեխաները ունենան հասանելիություն։ Չենք ասում, որ բոլոր մարզաձևերի, բոլոր հնարավոր ենթակառուցվածքներին, բայց հանրապետությունում չպետք է լինի երեխա, որ առնվազն 1-2 այլընտրանքային տարբերակ չունենա սպորտով ակտիվ կյանքով զբաղվելու։ Եվ սա մեր պարտավորությունն է, մենք պետք է սա անենք, եւ լավ է, որ մենք արդեն դա անում ենք եւ նաեւ ձևը գիտենք, թե ինչպես կարող ենք անել, սկսած աճարկուտի նախագծից, որը էլի լուծում է մեր դպրոցները, որ խոսել ենք նաեւ, իմիջիայլոց 2 օր առաջ նախարարի հետ քննարկում ենք այդ հարցը, որ նաեւ մենք ունենք նախկինից մնացած լողավազաններ, որոնք դպրոցների մեջ են եղել, հետո ավերվել են եւ այլն եւ այլն։ Մենք հիմա կզբաղվենք նաեւ դրանց վերականգնման, բայց այն տրամաբանությամբ, որ ամառային արձակուրդների ժամանակ դրանք լիարժեք պետքա երաշխավորենք, որ հասանելի են աշակերտներին եւ շրջակայքի բոլոր երեխաներին, այնպես որ սա էլ արդեն մի էջ է, որը մենք բացեցինք եւ բացում ենք եւ մեր զարգացման եւ մեր ներդրումների հաջորդ շատ կարեւոր եւ էական փուլն է։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կուզեի նաև ընդգծել, որ մենք դաշտի ուսումնասիրության ժամանակ տեսել ենք, որ այս պահին էլ մասնավորի հետ համագործակցության լավ հնարավորություններ ունենք հրաձգության եւ դահուկային սպորտի ուղղությամբ, որոնք ավելանում են լողին։ Մասնավորապես այս պահին մենք ունենք հրաձգարաններ 7 մարզերում, 42 ենթակառուցվածքի մասին ենք խոսում եւ սա պոտենցիալ մի դաշտ է իրենց համար մասնակցել մրցույթներին եւ այդ պահանջներին համապատասխանելու դեպքում նաեւ երեխաների համար կընդլայնվեն այս հնարավորությունները այդտեղ հրաձգությամբ զբաղվելու։ Դահուկային սպորտի պարագայում 5 մարզերում 9 տարբեր այսպիսի կենտրոններ, կազմակերպություններ կան, որոնք էլի կարող են
այս մրցույթին, այս ծրագրին մասնակցել եւ ելի ապահովել մեր երեխաների համար ուսումնամարզական գործընթացը, բայց ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, մենք այս համագործակցության մոդելները դիտում ենք իբրև ինստիտուցիոնալ մեխանիզմ եւ ես կուզեմ տեղեկացնել, որ տիպային մարզահամալիրները, որոնց մասին դուք հիշատակեցիք, 3 վայրերում՝ Եղեգնաձորում, Արարատում, Մարտունիում քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ արդեն շինարարության մրցույթները հայտարարվել են եւ սա նշանակում է, որ մենք առաջիկայում կունենանք հնարավորություն նաեւ այս ծրագիրը փորձարկելու ու պետք է հիշեցնեմ, որ կենտրոնների կառուցումից հետո նախատեսում ենք դրանք տալ հավատարմագրային կառավարման մասնավորին եւ ի դեպ հենց այդ կենտրոնների գործունեությանը մենք շարունակելու ենք մասնակցել հենց այս տիպի ծրագրերի իրականացմամբ, այնպես որ սա մեզ համար ֆունդամենտալ ուղղություն է եւ մենք նաեւ շարունակաբար ընդլայնելու ենք մեր աշխատանքների շրջանակը։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան։ Հարց դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։